խնդրում ենք ներկայացեք։ Ամալիա Հանեսօղլյան։ Դուք հանձնաժողովի։ Ես հանձնաժողովի նախագահն եմ, այո։ Եվ ինչ միջադեպ է տեղի ունեցել, որովհետև մենք տեսանք, որ ոստիկանական խումբ է ժամանել այստեղ։ Ավականու տեխնացուն գորգորալով մտավներս ինձ դուրս հրավիրեց հարցեր լուծելու համար, թե ինչու է վստահվածանձը դուրս եկել։ Վստահվածանձը դուրս եկել մի րոպեով ծխելու, նորից հետ ներս գալու։ Ընդամենը դա է, ձեռքին եղել է թեշտիկ, որ գրանցում է մարդկանց քանակը, մուտքն ու ելքը։ Որ ավականու Կոմունիստական կուսակցության ավականու անդամ Տիգրան Հակոբյանը ներխուժեց գորգորալով ու ինձ դուրս հրավիրեց գորգորոցով, թե դու այստեղ advocat ես աշխատում, ինչ ես աշխատում, նման տիպի բաներ։ Իսկ այսքան մտածել եմ, որ վստահվածանձին դուք եք դուրս հա, հրավիրել։ բայց ես չեմ դուրս հրավիրել, ես ոչինչ չեմ արել, ես վստահձեները ինքը կողքս եղել, իրանց վստահվածանձը ինձ հետ հավասար այստեղ նստած եղել, տեսել է, որ ես տեղիցս անգամ չեմ շարժվել։ Բայց ինչի այդպես արեցին, ես չգիտեմ։ Իրանք առավոտից այդպիսի սադրանքներ են անում։ Սկզբից քվեաթեշտիկների համար ասեցին, ինչի եք 1-ից 9 տալիս, 9-ից 1-ը տվեք։ Ասեցինք, որ կարող ենք եւ աճման կարգով տալ եւ նվազման կարգով։ Դա օրենքի խախտում չէ։ Դրանից հետո երկու վստահվածանձ եկավ։ Ես խնդրեցի, որ մեկը հեռանա, չէր հեռանում, ասեցի ձեզանից որևէ մեկը պետք է մնա։ Դիմեցի ոստիկաններին, դուրս հրավիրեցին մեկին։ Ինքն է։ Այդ բան։ Դուրս հրավիրեցին, հետո իրենք մարդկանց հետ գալիս էին, ողջակուրվում էին ընտրության, բայց ոչ մեկը իրենց ոչինչ չասեց։ Ես չգիտեմ ինքը մի ինչ է սադրում։ Այսքան դիմավորում էին։ Դիմավորում էին, այո, դիմավորում ու ճանապարհում էին իրենք մարդկանց։ Քանի անգամ ես դիտողություն արել եմ, ասել է իմ ընկերներս են։ Իսկ արձանագրություն կազմվել է։ Արձանագրության հիման վրա է ոստիկաններին։ Հա, հիմա չէ, հիմա արձանագրության հիման վրա են ոստիկաններն եկել, որովհետև ինքը սպառնացին, ցեսել արձանագրություն եմ կազմել։ Ինչ է սպառնում։ Որ հաշիվ կտեսնի։ Հա, հաշիվ կտեսնի, դուք ով եք, հլեգեք, ստեղ տեսնեմ ինչ եք անում։ Այդպիսի բաներ։ Այսինքն միշտ այդ ոստիկանությունը հանգործության է։ Չէ, ոստիկանությունը հանգործության մատնված չէր, ուղղակի ինքը գորգորոցով եկավ, մինչև ոստիկանները դուրս եկան, արդեն ինքը սադրում էր։ Հաշիվ էր պահանջում ինձանից։ Վստահվածանձից մեկը, հա, կոմունիստական կուսակցության, այս երիտասարդն է։ Հա, երիտասարդն է, ինքը առավոտ եկել էր, բայց այստեղ կար էլի վստահվածանձ կոմունիստական կուսակցության, նույն ավականու տեխնազուի եղբայրն էր, իրենք երկուսով աշխատում էին, երբ հրավիրեցի դուրս, այդպես սկսեցին արդեն իրենց վատ պահելը։ Դուք հրավիրեցիք դուրս, որ երկու հոգով։ Հա, ես ասեցի մեկը, ձեզանից, չէ, ասեցի, կասկածելի թվում էր, ասեցի ձեզանից մեկը պետք է մնա, որովհետև օրենքը թույլ չի տալիս երկու վստահվածանձ, բայց իրանք էլի երկուսով մնում էին։ Դրա համար ոստիկաններին հրավիրեցի, դուրս հրավիրեցին։ Շատ լավ, զրուցենք նաև կոմունիստական կուսակցության վստահված անձանցից մեկի, ինչպես էր ձեր անազգանը Արամ Հակոբյանի հետ, ինչ է տեղի ունեցել։ Տեղի ունեցել է խտրականություն առավոտվանից, ոստիկանական խմբերը միշտ ստեղ գտնվել են, միշտ մեքենաները, որ կսեն մոդիկ են, կուտակումներ, չգիտեմ ինչ բան, միշտ խանգարել են։ Ուդիկ քաղաքացիական պայմանագրի ակտիվ գործողությունն է։ Դորից հետո միշտ խոչընդոտներն եղել են։ Ինչ որ այնտեղ բողոքոր գրել են, դուս են հրավիրել, կնոջ չեն հարգել, չգիտեմ ինչ։ Պարոն Ավակյանը այնքան շնորհք ունի, այնքան կրթություն ունի։ Ասենք գիտե կնոջ հետ ինչ է խոսա կամ անկարագետ մարդու հետ ինչ ձևի վերաբերմունք ցույց տա։ Ավականու տեխնազում նախ ներս չի խուժե, ինչ որ ներկայացրած է, սուտ է, կեղծիկ է, փաստեր կա, կադրեր կա, արձանագրած է դա ամեն ինչը։ Ուղղակի մարդը տեղյակ կպայր, դուսն է տեսե, մարդը տեղյակ կպայր, ոստիկանները կանգնած, ոստիկանների աչքի առաջ խոսքի ցուցակագրում կեշտա, քաղաքացիական պայմանագրի կողմից, վստահված անձի կողմից։ Իրանք ազատ երկու մուտք ունին, ցուցակով ցիչկարներ կտանեն, նշումներ կենեն, դիք չեն արձանագրել, բայց կարձանագրեն որ 100 մետր ենկոմ երկրորդ վստահված անձը կանգնած է խոսքիս են
կսպասի որ հերթափոխ էշտա։ Կամ պայտակ մի հատ սուրճ բերե իր գոլեգայի։ Այսինքն խնդիրն այն է, որ կուտակումներ են եղել այստեղ։ Ոստիկանական կուտակումները միշտ եղել են։ Ոստիկանական կուտակումների մասին է խոսքը, թե մարդկանց ուղղորդելու մասին է խոսքը։ Մարդկանց հեշմար չի ուղղորդել, որովհետև գիտագից մարդը ու հատկապես մենք որպես ընդդիմություն ներկայացնող վստահված անձ կներեք, բայց հիմար չենք որ այդպես նա բան ենք։ Մենք արտարության կողմնակիցն ենք։ Ու մենք վստահ ենք, որ ժողովուրդը գիտագից, որովհետև տարիների փորձ ունեցող Վարդան Գուգասյանը, ով որ քաղաքի համար շատ մեծ գործ ունի, այդ մարդը հաստատ ասնող է։ Մարդը գործով ցույց է տվել, կարիք չկա։ Իսկան ոստիկանական գիշերը ժամը 4-ից հետ հարյուրավոր ոստիկաններ լցել են քաղաք։ Տերոր է։ ԿՊ-ի կողմից։ Հիմա ինչ որ կմնա, խոսքիս ենք մարդիկ կզանգեն հանձնաժողովի նախագահային, ցուցումներ կուտան։ Մենք դիք փաստեր չունենք։ Բայց իրանք ոստիկաններ ունին, ով որ կրնան խոսքիս ենք վկայություն տան, կեղծ վկայություն, իշխոր միշտ ԿՊ-ի գործը։ Նորմալ բան է։ Պրոստը շարունակենք ընտրությունը, եթե կարելի է, որովհետև յուրաքանչյուր քաղաքացիություն մեզ համար շատ կարևոր է։ Վստահ ենք, մեր քաղաքացիներն շատ գիտակից են։ Իսկ այլ ընդրախախտումներ այս ընթացքում։ Ես ժամը 4:30-ի կողմ այնտեղ գրանցած է, եկել եմ հերթափոխի։ Հարցեր կան։ Որպես վստահված հերթափոխի եկել, ես ասում եմ ինչ-որ ընդրախախտումներ, որ դուք Մոտավոր մեր 30 րոպե եմ ես այդտեղ, չէ, այդ դեպքն եմ մտել եմ, դորից հետո մի քանի րոպե հետո այդ դեպքն է կատարվել, մնացածը նորմալ է։ Մյուս տեղամասների խնդիրներն են ներկայացել։ Ընկերներ, 100 յակ եմ տալիս, ծրար։ Քվեաթերթիկները դուս են հանել, այնտեղ մենակ ԿՊ-ի խոսքի քվեաթերթիկը չի եղել։ Դաժե մարդիկ ձեռները թափտալով գնացել են։ Ուղղակի այդ բանին ժուրնալիստ չի եղել, եղել է փաստացի ամեն ինչը կա։ Ես փաստերով կխոսամ ու ցեզի չի ընտադել։ Կներեք իսկ ունեք տեսանյութերը ֆիքսացած։ Ցավոք սրտի տեսանյութ չկա ներկա պահին։ Բայց մարդիկ ֆիքսել են։ այսքան որպես ապացույց, որ իրենք ընդրել են ջենս տեխնազույի Մարդիկ ընդրողից, ընդրատեղամասից դուրս կուկա, քվեաթերթիկները 8 քվեաթերթիկը կվերցնեն, մենակ այնտեղ ԿՊ-ինը չկա, առաջի համարը։ Նույն լուրերը նախքան ընտրությունները տարածված չէ, որ ԿՊ-ն ցուցումներ է տվել, հատուկ նշանակություններ է տվել, կամ հեռախոսով նկարել, կամ քվեաթերթիկները դուրս բերել, որ իրանք վստահ եղնին։ Հերթագրելը, ցուցակագրումը տեղյակ չեք, սա քաղաք խոսան։ Ինչ որ ոստիկանությանը դիք չի հետաքրքրել դուր համար ուշադրություն չեն դարձնել, որտեվ ԿՊ-ն է։ Իսկ դուք որպես վստահված անձ դիմել եք ոստիկանության։ Չէ։ Ինչի՞։ Ես մոտավոր կես ժամ եմ, ստեղ սա նորմալ է։ Եթե կարիք եղնի, ամենաառաջինն է ժուրնալիստներին կդիմել։ Չար։